Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Ամնե Հախվերդյանետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վաղուց իսկ տեղադրված են ապրիլ ամսվա կանխատեսումները եւ շատ շուտով նաեւ կլինի մայիս ամսվա կանխատեսումները, սիրելի բարեկամներ։ Եվ ամեն շաբաթ ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ նաեւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ եւ անպայման բաժանորդագրվեք ալիքից, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, այսօր ապրիլի 19-ն է եւ տարվա գերհզոր եւ դրական էներգիայով այսպես հավերժորեն լցված օրերից մեկը ըստ վեդայական աստղաբանության Աքշայատրիցիան է, այսինքն բոլոր կարևոր երջանկության մոլորակները, դրական մոլորակները, լուսատուները գտնվում են իրենց զորության գագաթնակետում, այսինքն տեսեք, Արեգակը, Լուսինը եւ մեծ երջանկության մոլորակ Յուպիտերը գտնվում են փառավորման մեջ, այսինքն էկզալտացված են եւ իրենց զորության գագաթնակետում են, թագադրված են։ Իսկ անձնական մոլորակներից Վեներան եւ Մարսը գտնվում են իրենց տիրապետության տակ գտնվող կենդանակերպերում։ Մարսը խոյ կենդանակերպում, իսկ Վեներան ցուլ նշանում։ Եվ սա իհարկե ստեղծում է այսպես դրական էներգիայի անվերջանալի հոսք։ Եվ այն բոլոր գործերը, այն բոլոր երազանքները, որոնք դուք կպահեք այս օրվա ընթացքում, եթե իհարկե արդեն չեք կատարել, անպայման կատարեք, հավերժորեն դրական արդյունք կտան ձեզ, այսինքն մշտնջենական, դրական, այսպես հետևանքներ կունենան ձեր ապագայի համար բոլոր դրական գործերը կլինեն առավել արդյունավետ ձեզ համար եւ առավել նպաստավոր։ Այնպես որ եթե չեք կատարել, սիրելի բարեկամներ, անպայման կատարեք, անպայման մանրամասն ես իհարկե ներկայացրել եմ ապրիլ ամսվա կանխատեսումներում, թե ինչ է պետք անել այդ օրը, այսինքն ապրիլի 19-ին։ Եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ վիդեոն եւ երազանքներ պահեք կամ ինչ-որ դրական գործեր սկսեք, այնտեղ շատ մանրամասն հետաքրքիր ես ներկայացրել եմ, թե ինչ է պետք անել ապրիլի 19-ին, անպայման հասցրեք մինչև օրվա ավարտը։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում, այսինքն ապրիլի 20-ից 26-ը ընկած ժամանակահատվածում։ Սիրելիներս բավականին բարդ ճակատագրական, ես կասեի նաև քաոսային շաբաթ է մեզ սպասվում, որովհետև մի շարք մոլորակներ եւ շատ կարեւոր մոլորակներ փոխում են իրենց դիրքավորում։ Իհարկե այդ ամենի մասին ես ավելի մանրամասն ներկայացրել եմ ապրիլ ամսվա կանխատեսումներում եւ եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ վիդեոն ապրիլ ամսվա կանխատեսումների եւ այժմ ես կներկայացնեմ շաբաթվա աստղաբանությունը, այսինքն աստղացույց լուսնացույցը ձեզ կներկայացնեմ եւ նաեւ վիդեոյի վերջում, թե ինչ է սպասվում կենդանակերպերին, այնպես որ դիտեք վիդեոն մինչեւ վերջ։ Բավականին բարդ շաբաթ է եւ շատ բախտորոշ, հատկապես ԱՄՆ-ի եւ Դոնալդ Թրամփի համար, թե ինչու կիմանաք դիտելով այս վիդեոն։ Սիրելի բարեկամներ, շաբաթը սկսվում է շատ այսպես ինտրիգային շաբաթ է կարելի ասել, ինտրիգային է սկսվում եւ ապրիլի 20-ին 19-ի լույս 20-ի գիշերը 3:05 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի ավերիչ Պլուտոն մոլորակի հետ, որը արդեն հասել է 5 աստիճան ջրհոսում է գտնվում եւ 5 աստիճան երկվորյակներում գտնվում է լուսինը, այսինքն սա նշանակում է, որ
կարևոր բախտորոշ որոշումներ են կայացվում համաշխարհային կառավարության գլոբալիստական ուժերի կողմից, հասարակ ժողովրդի հանդեպ այդ որոշումները կայացվել են։ Եվ նամանավանդ այդ ճգնաժամային իրավիճակը հենց գիշերվանից շատ ակնհայտ է լինելու, որովհետև Երևանի ժամանակով արդեն 5:40 րոպեին վաղ առավոտյան Արեգակը ապրիլի 20-ին մուտք կգործի ցուլ կենդանակերպ, որտեղ նա կմնա մինչև մայիսի 21-ը։ Ինչու՞մն է այդ ինտրիգը այս դիրքի Արեգակը, երբ գտնվում է ցուլ կենդանակերպում, հատկապես ցլի սկզբում, նա անմիջապես քառակուսի է կազմում լարված մորակային փոխհարաբերություն է կազմում ավերիչ Պլուտոնի հետ, եւ դա հենց խորացնում է այն ճգնաժամը ռազմաքաղաքական, որը առկա է այժմ աշխարհում։ Եվ 6:18 րոպեին Լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի նախ կապ հեռահաղորդակցության մորակ Մերկուրիի հետ 7 աստիճան, խոյ կենդանակերպում Մերկուրին է եւ 7 աստիճան երկորակներում Լուսինը։ Իսկ 6:59 րոպեին Լուսինը նաեւ գեղեցիկ վեցանկյուն կկազմի նաեւ Սատուրն մորակի հետ 7 աստիճան խոյ կենդանակերպում նույնպես Սատուրնը եւ 7 աստիճան երկորակներում Լուսինը, այսինքն այս շաբաթ մուրակների գերակշիռ մասը կմիավորվեն հատկապես այդ բացասական էներգետիկ լիցքեր կրող մուրակներ, այսինքն չարը, երկու չարերը, մեծագույն չարիք Սատուրնը եւ փոքր չարիք Մարսը, նրանք կմիավորվեն խոյ կենդանակերպում Մերկուրիի հետ միասին եւ Նեպտուն մորակի հետ միասին, որը որ հենց այդ անհանդուրժողականության աճ է նշանակում, անհանդուրժողականության եւ անհամբեր է, քանի որ խոյ կենդանակերպ եւ հրեղ են, նա աշխատում է իր կամքը թելադրել, իր ճշմարտացիությունը ամեն մի կողմ կաշխատի իր ճշմարտացիությունը ապացուցել եւ ի վերջո այդ բոլոր բանակցությունները այսպես ոչ մի արդյունքի չեն հասնի, փաստացի։ Իսկ 7:20 րոպեին Լուսինը վեցանկյուն կկազմի նաեւ Մարս մորակի հետ, որը գտնվում է 8 աստիճան խոյ կենդանակերպում եւ այսպիսով ամբողջականացնում է այդ ստելիումը, այսինքն համարյա թե նույն կետում ապրիլի 20-ի վաղ առավոտյան գտնվելու են Մարսը, Սատուրնը, Մերկուրին եւ Նեպտունը, որը որ իհարկե շատ բարդացնում է փոխըմբռնման հասնելու այդ ճանապարհը, ուշացնում է այդ փոխըմբռնումը եւ զանազան այն խնդիրները առաջացնում։ Ապրիլի 21-ին ժամը 19-ին երեկոյան Երևանի ժամանակով ժամը 19-ին Լուսինը մուտք կգործի Խեցգետին կենդանակերպ եւ այստեղ արդեն բարդությունները իսկապես սկսվելու են։ 20:30 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը նախ վեցանկյուն կկազմի Արեգակի հետ 1 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվում է Արեգակ, արդեն ամսի 20-ին ապրիլին մուտք է գործել ցուլ, գիտեք, եւ Լուսինը 1 աստիճան Խեցգետնում։ Սա բարենպաստ փոխհարաբերություն է, բայց դրանով բարենպաստ փոխհարաբերությունները ավարտվում են։ Ես հիշեցնեմ, սիրելի բարեկամներ, որ ողջ գալիք շաբաթվա ընթացքում Լուսինը լինելու է աճող։ Եվ դա բարենպաստ է մեր կյանք դրական զարգացումներ բերելու, այսինքն ներգրավելու մեր կյանք այն, ինչ որ այն դրականը, այն բաղձալին եւ ցանկալին, որը որ մենք ուզում ենք, որ ավելի շատանա, ավելի բազմապատկվի մեր կյանքում։ Եվ այդ պատճառով շատ բարենպաստ է կատարել բոլոր այն աճող լուսնային արարողակարգերը, մախոսությունները, որոնք առկա են իմ երկրորդ մոգական անկրկնելի էքսկլյուզիվ աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում։ Եթե բաժանորդագրված չեք կամ չեք դիտել, անպայման անցեք վիդեոյի, այս վիդեոյի վերջում կլինի հղում այդ ալիքի, անպայման անցեք հղմամբ եւ կատարեք այդ արարողակարգը։ Դա շատ իրոք հզոր աճման շրջանում է գտնվում Լուսինը այս ամիս։ Բայց դրանով ավարտվում են իհարկե դրական մորակային փոխհարաբերությունները 23:53 րոպեին ապրիլի 21-ին Լուսինը լարված քառակուսի կառաջացնի Պլուտոն նախ Նեպտուն մորակի հետ
2 աստիճան խոյ կենդանակերպում Նեպտունն է եւ 2 աստիճան խեցգետնում գտնվում է Լուսինը եւ սա բարենպաստ դաշտ կստեղծի զանազան կեղծիքների fake news-ի կեղծ տեղեկատվության տարածման համար, այնպես որ ստուգեք այն տեղեկատվությունը, որ դուք կստանաք ապրիլի 21-ի երեկոն եւ նոր որովհետեւ դրա հիման վրա քայլեր կատարեք։ Ապրիլի 22-ը եւս բավականին լարված օր է, ես կասեի այս գալիք շաբաթվա ամենալարված եւ քաոսային օրերից մեկն է։ Վաղ առավոտյան Երևանի ժամանակով 8:30 րոպեին նախ Լուսինը լարված քառակուսի կառաջացնի Սատուրն մորակետ, որը 8 աստիճան խոյ կենդանակերպում է, այնուհետև 11:15 րոպեին կեսօրին մոտ Երևանի ժամանակով Լուսինը քառակուսի կկազմի նաև ռազմի ակտիվության նախաձեռնության մոլորակ Մարսի հետ 9 աստիճան խոյ կենդանակերպում Մարսն է եւ 9 աստիճան խեցգետնում գտնվում է Լուսինը։ Երկու մորակներն են շատ հզոր դիրքերում են եւ Լուսինը իր տան մեջ է իր տիրապետության տակ գտնվող խեցգետին կենդանակերպում եւ Մարսը խոյ կենդանակերպում եւ այս բախում այս քառակուսին խիստ լարված իրավիճակ է ստեղծում ամբողջ աշխարհում եւ նաեւ միջանձնային փոխհարաբերություններում ապրիլի 22-ին հատկապես առավոտյան ժամերին կեսօրին որ կարևոր հանդիպումներ, կարևոր նախաձեռնություններ, պայմանագրերի ստորագրում եւ այլն մի նախաձեռնեք, որովհետեւ դա ինչ որ դրական արդյունք չի ունենալու ակնհայտորեն այդ բոլոր մորակների քառակուսի հարաբերակցության մեջ գտնվելու պատճառով։ Եվ 13:29 րոպեին վերջո Երևանի ժամանակով ապրիլի 22-ին Լուսինը նաև լարված քառակուսի կառաջացնի Մերկուրի մորակետ, որը գտնում է 11 աստիճան խոյ կենդանակերպում։ Այնպես որ ապրիլի 22-ը մեր մոտ գերլարված եւ շատ բարդ այս շաբաթվա ամենագերլարված եւ բարդ օրերից մեկն է լինելու։ Մի փոքր բարեխառն է մեզ մոտ ապրիլի 23 ավելի հանդարտ էներգետիկայով օր է ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը Երևանի ժամանակով 0:51 րոպեին Լուսինը կմիանա նախ Յուպիտեր մորակետ մեծր չանկության մորագու Յուպիտերը գտնում է իր փառավորման գերագույն զորության աստիճանում 17 աստիճան խեցգետնում եւ Լուսինը նույնպես 17 աստիճան խեցգետնում իհարկե սա բարենպաստ է բոլոր դրական զարգացումների համար միջանձնային հարաբերությունները կարգավորելու համար բոլոր դրական գործեր սկսելու համար բայց գիշերը իհարկե ես չեմ կարծում որ դուք ինչ որ նախաձեռնություններով հանդես գաք 20:52 րոպեին Լուսինը վեցանկյուն կկազմի նաև Վեներա մոլորակի հետ 29 աստիճան ցուլ կենդանակերպում Վեներան է եւ 29 աստիճան խեցգետնում գտնվում է Լուսինը։ Ահա այսօրը դուք հաճախակի հարցնում եք որորեն են բարենպաստ ամուսնության համար, այն բացառիկ օրերից մեկն է ապրիլի 23-ը, որը բարենպաստ է ամուսնության համար։ Սիրելի բարեկամներ, նաև Լուսինը գտնվում է խեցգետնում, եթե դուք ամուսնանաք այդ օրը, իհարկե ամուսնությունը ամուր կլինի, չնայած բոլոր տարաձայնությունները դուք միշտ միասին կլինեք եւ նաև պտղառատ կլինի ամուսնությունը, որը նույնպես շատ կարեւոր է։ Բայց տեսեք արդեն երեկոյան դեպի ժամը 10:21:28 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը վեցանկյուն կկազմի Ուրան մորակետ, որը հղի զանազան անսպասելի զարգացումներով 29 աստիճան ցուլ կենդանակերպում անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանը եւ 29 աստիճան խեցգետնում Լուսինը, իսկ 21:40 րոպեին Լուսինը մուտք կգործի Արյուծ կենդանակետ։ Բնականաբար, եթե պսակադրվեք, դուք երեկոյան չեք պսակադրվելու, ցերեկն եք պսակադրվելու այն ընթացքում, երբ Լուսինը Յուպիտերի միացությունից կանցնի դեպի Վեներա հետ վեցանկյունը, որը խիստ բարենպաստ է ամուսնության համար։ Եվ շատ կարևոր օր է եւ վիճռորոշ օր է եւ ես կասեի շատ ճակատագրական օր է հատկապես ԱՄՆ եւ Դոնալդ Թրամփի համար հենց ապրիլի 24-ը նաեւ սա շատ ողբերգական օր է գիտեք որ ապրիլի 24-ը Հայաստանում ընդհանրապես համայն հայության կողմից նշվում է իբրև ցեղասպանության 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակման օր եւ պատահական չէ որ այդ օրը նույնպես շատ ճակատագրական է ԱՄՆ-ի համար, որովհետև իր ուրույն մասնակցությունը այդ ցեղասպանության մեջ այդ
Ցեղասպանության ըստ էության կայացման մեջ նաև մեծ դեր ունի ԱՄՆ-ն, սիրելի բարեկամներ։ Եվ տեսեք, ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը 2:56 րոպեին լուսինը նախ եռանկյունի կկազմի Նեպտուն մորակետ 3 աստիճան խոյ կենթանակերպում գտնվում է Նեպտունը եւ 3 աստիճան առյուծում լուսինը։ Այնուհետև 4:31 րոպեին լուսինը լարված քառակուսի կազմի Արեգակի հետ արդեն 7 օրեկան է լուսինը, առաջին քառորդն է եւ վաղ առավոտյան 7:12 րոպեին այստեղից սկսվում է մեծագույն ճգնաժամը։ Լուսինը կդիմակայի Պլուտոն մոլորակի հետ, ավերիչ Պլուտոն մոլորակը 5 աստիճան ջրհոսում է գտնվում, որը որ նշանակում է հարձակում հասարակ ժողովրդի վրա, այդ խախտումը ներդաշնակության, վախեր եւ այլն։ Եվ 12:20 րոպեին լուսինը նաև եռանկյունի կկազմի Սատուրն մորակի հետ 8 աստիճան խոյ կենթանակերպում Սատուրն եւ 8 աստիճան առյուծում լուսինը, բայց մինչ այդ 8:30 րոպեին ուրեմն Սիրո եւ Գեղեցկության մորակը Վեներան փոխելու է իր դիրքավորումը եւ մուտք կգործի երկվորյակներ, թե ինչ է նշանակում Վեներան երկվորյակներում բոլոր կենթանակերպերի համար ես մանրամասն ներկայացնում եմ ապրիլ ամսվա կանխատեսումներում, եթե չեք դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն։ Եվ Վեներան երկվորյակներում կմնա մինչև մայիսի 19։ Այնուհետև 17:48 րոպեին նաև լուսինը եռանկյունի կկազմի Մարս մորակետ 11 աստիճան խոյ կենթանակերպում Մարսն եւ 11 աստիճան առյուծում լուսինն է։ Դրական մորակային փոխհարաբերությունները չարիքների հետ եւ ծանր մորակների հետ, չնայած որ դրական է, դա չի նշանակում դրական զարգացումներ, դա նախապատրաստական, ռազմական գործողություններ է նշանակում եւ նաեւ բարենպաստ է պարզ կյանքում, բարենպաստ է ֆիզիկական ակտիվության համար, այսինքն այդ օրը պետք է բավականին ակտիվ անցկացնեք, որպեսզի այդ էներգիան, որը Մարսը խոյ կենթանակերպում շատ հզոր հրեղեն էներգիա է ներարկում բոլորիս մեջ եւ որպեսզի այդ էներգիան չփոխակերպվի հանգարց հիվանդությունների, պետք է լինել բավականին ակտիվ օրվա ընթացքում։ Բարեխառն օրը մեզ մոտ նաև ապրիլի 25-ը 0:20 րոպեին, ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը 0:20 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի ուրեմն կապև հեռարձակության մոլորակ Մերկուրի հետ 15 աստիճան խոյ կենթանակերպում Մերկուրին է 15 աստիճան առյուծում լուսինն է։ Եվ ամենաբախտորոշ օրը իհարկե բացի 24-ից եւ ամենածանր օրը եւ այսպես քաոսային օրը գալիք շաբաթվա ընթացքում դա ապրիլի 26-ն է։ Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը 3:05 րոպեին Երևանի ժամանակով լուսինը մուտք կգործի կույս կենթանակերպ, իսկ այդ նույն գիշերը 4:50 րոպեին Ուրանը անսպասելի փոփոխությունների հեղափոխական մոլորակ Ուրանը 7 տարով մուտք կգործի երկվորյակներ եւ սա այսինքն ազդարարում է այսպես նոր փուլ ռազմաքաղաքական լարվածության, նոր փուլ ռազմական գործողությունների հետ կապված, նոր փուլ ԱՄՆ-ի դերակատարության մեջ այդ բոլոր ռազմաքաղաքական լարվածություններում, ինչու, որովհետև ԱՄՆ-ի նատալ քարտեզում, գիտեք, ԱՄՆ-ն հիմնադրվել է այդ անկախության հռչակագրով, ու իհարկե կան բազմաթիվ տարբերակներ ԱՄՆ-ի քարտեզի, բայց ես որպես հիմք վերցնում եմ հուլիսի 4776 թվականի այդ անկախության հռչակագրի գիրը, որտեղ որ Ուրանը Մարսի հետ գտնվում է հենց երկվորյակներ կենթանակերպում եւ սա շատ խորհրդանշական է նաև Ուրանը Դոնալդ Թրամփի նատալ քարտեզում, եթե դիտել եք, ես բազմիցս վերլուծել եմ Դոնալդ Թրամփի քարտեզը նատալ, այնտեղ նույնպես Ուրանը գտնվում է երկվորյակներում եւ Արեգակի հետ միացած է եւ ահա հենց ապրիլի 26-ից սկսվելու է այդ նոր շրջափուլը, նամանավանդ լուսինը աճում է եւ բոլոր այն գործողությունները, որոնք դուք կկատարեք ապրիլի 26-ին, հենց վաղ առավոտից արդեն իսկ կդնեն այն հիմքերը բոլոր զարգացումները, որոնք 7 տարի շարունակ տեղի են ունենալու ձեր կյանքում։ Եվ իհարկե ԱՄՆ-ն անպայման կօգտվի եւ նաեւ Իսրայելը, գիտեք, որ նրանք բոլորը ունեն իրենց ուրույն աստղաբանական այսպես բաժինները, հատուկ ծառայություններում, որտեղ մշակվում են ծրագրեր 100-ամյակներ առաջ, եւ այդ բոլոր իհարկե ծանր մորակների դիրքերի փոփոխությունները շատ մեծ նշանակություն է տրվում, որովհետեւ այդ
այդ օրերին հիմնադրվում է, ներդրվում է ծրագիր գալիք 7 տարիների համար։ Եվ այնպես որ եթե ապրիլի 26-ին մենք տեսնենք շեշտակի լարվածություն, ռազմական գործողությունների ակտիվացում, դա նշանակելու է, որ մոտակա 7 տարիների ընթացքում այդ լարվածությունը միայն թեժանալու է ցավալիորեն։ Օրը լարված է մինչև օրվա այսպես կեսը 7:40 րոպեին նաև լուսինը լարված քառակուսի կառաջացնի Վեներա մոլորակի հետ, որը արդեն ապրիլի 24-ին մուտք էր գործել երկվորյակներ, ուրեմն 2 աստիճան երկվորյակներում Վեներան է եւ 2 աստիճան կույս կենդանակերպում լուսինը, եւ պետք է ասել, որ անմիջապես երբ Ուրանը մուտք գործի երկվորյակներ անմիջապես նույնպես քառակուսի է կազմում լուսնի հետ, եւ մենք հենց վաղ առավոտից ապրիլի 26-ին կտեսնենք, թե ինչպիսի զարգացումներ են մեզ սպասում մոտակա 7 տարիների ընթացքում, բայց պետք է ասել, որ պարզ ժողովրդի համար, քանի որ լուսինը խորհրդանշում է պարզ ժողովուրդը մունդան աստղաբանության մեջ, դա միայն լարվածություն է, միայն ստրես է, նաև տնտեսական ճգնաժամ, գաղափարական ճգնաժամ, ինչու ոչ, ինչու գաղափարական, որովհետև Մերկուրին կապեև հեռահաղորդակցության մոլորակ, Մերկուրին հենց իշխում է երկվորյակներում եւ այնտեղ մուտք է գործում Ուրանը, այնպես որ նոր զարգացումներ սպասեք ապրիլի 26-ից հետո։ Եվ 14:37 րոպեին կայանում է առաջին լուսնի եւ արեգակի եռանկյունին, սկսվում է ուրեմն 6 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվում է արեգակը եւ 6 աստիճան կույս կենդանակերպում լուսինը, դա է Կադաշի շրջանը, որը խիստ բարենպաստ է մարդկային փոխհարաբերությունների համար, դրական բոլոր զարգացումների համար, այսինքն այդ անկայունությունը, քաոսը, դրական եւ բացասական զարգացումների մշտնջենական այս շրջապտույտը ուղեկցելու են մեզ մոտակա 7 տարիների ընթացքում եւ նա պետք է ասել, որ հենց ապրիլի 26-ին արեգակը եւ Պլուտոնը այդ չարիքը մեծագույն լարվածության ավերիչ պատերազմների մորակ Պլուտոնը ճշգրիտ քառակուսի են կազմելու 5 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվելու արեգակը եւ 5 աստիճան ջրոսում գտնվելու Պլուտոնը, որը հենց այդ անհաղթահարելի հակասությունների մասին է խոսում պետության ղեկավարների միջև, պետությունների միջև, ԱՄՆ-ի հետ մեծապետական աշխարհակալ նկրտումները, բացարձակ իշխանության նկրտումները եւ մյուս բոլոր երկրների իրավունքները նույնպես ունենա որոշակի դերակատարում համաշխարհային կառավարման մեջ, այդ հետաքրությունները, այդ երկու շահերը բախվելու են հենց սկսած ապրիլի 26-ից, պես որ տեսնենք ինչ է մեզ սպասվում, ինչպես կիրագործվեն այս բոլոր մորակային փոխհարաբերությունները, իսկ այժմ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում, այսինքն ապրիլի 20-ից 26 ընկած ժամանակահատվածում պատրաստ եք, սիրելի խոյեր, բարենպաստ է ձեզ համար ընդհանուր առմամբ գալիք շաբաթ, ապրիլի 20-ից 21-ը կարճ ճանապարհ է ձեզ սպասում, լավ լուրեր եւ կարեւոր հանդիպում։ Ապրիլի 21-ից 23-ը զբաղվելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերի կարգավորում, հնարավոր է նաև բնակարանի կամ տան առք-վաճառք։ Ապրիլի 23-ից 26-ը շատ բարենպաստ օր են, հատկապես երեխաների համար, հաճույքների համար, հանգստի համար եւ բիզնեսի համար։ Սիրելի ցլիկներ, ձեզ համար նույնպես բարենպաստ է գալիք շաբաթը։ Ապրիլի 20-ից 21-ը նամանավանդ, որ արդեն սկսվում է ցլերի արեգակների վերադարձը, սոլարը, ձեր ծննդյան օրերն են մոտենում, սիրելի ցլիկներ, եւ արեգակի էներգիան ձեզ նոր ուժեր է հաղորդում։ Ապրիլի 20-ից 21-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Ապրիլի 21-ից 23-ը կարճ ճանապարհ, նոր հետաքրքիր հանդիպումներ եւ լավ լուրեր։ Ապրիլի 23-ից 24-ը զբաղվելու եք ձեր տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով։ Բարենպաստ է գալիք շաբաթը նաեւ երկվորյակների համար, սիրելի երկվորյակներ, ապրիլի 20-ից 21-ը զբաղվեք ձեր արտաքին նմանքով եւ գեղեցկությամբ լուծեք անձնական եւ գործնական խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Ապրիլի 21-ից 23-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու եւ ապրիլի
23-ից 26-ը նոր հետաքրքիր ծանոթություններ, լավ լուրեր եւ կար ճանապարհ նամանավանդ, որ անկանխատեսելի փոփոխությունների մոլորակ Ուրանը, սիրելի երկորակներ, ապրիլի 26-ից սկսած 7 տարի շարունակ գտնվելու է ձեր կենթանակերպում եւ մեծ փոփոխությունների առիթ է դառնալու, այնպես որ նոր զարգացումներից մի խուսափեք, որովհետև եթե դուք խուսափեք, Ուրան անպայման ձեզ անելանելի վիճակի մեջ կգցի եւ դուք ստիպված կլինեք ընդունել այդ փոփոխությունները։ Սիրելի խեցգետնիններ, բարի խառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթը ապրիլի 20-ից 21-ը, զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ ապրիլի 21-ից 23-ը զբաղվեք ձեր արտաքին հմանքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր, հաջողություն ձեր կողմն է։ Ապրիլի 23-ից 26-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու։ Սիրելի առյուծակներ, ձեզ համար եւս բարի խառն է անցնելու գալիք շաբաթ ապրիլի 20-ից 21-ը կատարվելու ձեր ամենանվիրական երազանքներից մեկը բարենպաստ է օնլայն բիզնեսի համար, նաև կուրախացնեն ձեզ ձեր չափահաս երեխաները։ Ապրիլի 21-ից 23-ը զգուշացեք սիրելի առյուծակներ, գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ 23-ից 26-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի կույսակներ, բարի խառն է անցնելու նաեւ ձեզ համար գալիք շաբաթ ապրիլի 20-ից 21-ը կարևոր գործնական հարց է կարգավորվելու ձեզ համար, լուծվելու պաշտոնի, աշխատանքի, պետական դրանչոր թղթաբանության հետ կապված եւ հնարավոր է նաեւ ստանալ գործնական կամ անձնական շատ հետաքրքիր առաջարկություն։ Ապրիլի 21-ից 23-ը կկատարվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար, սիրելի կույսակներ։ Ապրիլի 23-ից 26-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք։ Կշերքներ, սիրելի կշերքներ, բանեպաստ է ձեզ համար գալիք շաբաթ ապրիլի 20-ից 21-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, 21-ից 23-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար սիրելի կշերքներ, լինի աշխատանքային պաշտոնի հետ կապված, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված եւ հնարավոր նաեւ գործնական կամ անձնական շատ հետաքրքիր առաջարկություններ։ Ապրիլի 23-ից 26-ը կարևոր երազանք է իրագործվելու ձեզ համար, ձեզ կուրախացնեն ձեր չափահաս երեխաները, նաեւ բարենպաստ է օնլայն բիզնեսի համար, սիրելի կշերքներ։ Սիրելի կարիճիկներ, բարի խառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթը ապրիլի 20-ից 21-ը էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, ֆինանսական ինչ-որ ծախսեր եւ նաեւ ստուգող մարմինների կողմից որոշակի անհանգստություններ, առողջական խնդիրներ, մեծ վարկեր եւ պարտքեր մի արեք։ Ապրիլի 21-ից 23-ը հետաքրքիր ճամփորդություն է ձեզ սպասում կամ նվեր արտասահմանից։ Ապրիլի 23-ից 26-ը կարևոր պետական դրան հետ կապված կարևոր դրական լավ լուր, փաստաթղթի հետ կապված, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված կամ ինչ-որ հետաքրքիր անձնական կամ գործնական բնույթի առաջարկություն կստանաք։ Սիրելի աղեղնավորակներ, ապրիլի 20-ից 21-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումնեցած, հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Ապրիլի 21-ից 23-ը զգուշացեք ճանապարհներին, առողջության հետ կապված զգուշ եղեք եւ մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Ապրիլի 23-ից 26-ը հետաքրքիր ճանապարհորդություն կամ նվեր արտասահմանից։ Սիրելի այդ եղջյուրներ, բարդ է ձեզ համար լինելու գալիք շաբաթ ապրիլի 20-ից 21-ը զբաղվելու ընթացիկ աշխատանքային հարցերով, նաև առողջության հետ կապված հարցերով։ Ապրիլի 21-ից 23-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումնեցուտով, հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Ապրիլի 23-ից 26-ը զգուշացեք ճանապարհներին, նաև առողջության հետ կապված խնդիրների հետ զգուշ եղեք եւ մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք, սիրելի այս եղջյուրակներ։ Ջերհոսների համար եւս բարի խառն է լինելու գալիք շաբաթ ապրիլի 20-ից 21-ը զբաղվեք ձեր երեխաներով, հանգստով, հաճույքներով, լավ է նաեւ բիզնեսի համար։ Ապրիլի 21-ից 23-ը ընթացիկ աշխատանքային հարցերով եք զբաղվելու, սիրելի ջերհոսակներ, նաեւ առողջության հետ կապված հարցերով, իսկ 23-ից 26-ը զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումնեցուտով, հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Սիրելի ձկնիկներ, ապրիլի 20-ից 21-ը
զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր նաև տան արկ վաճառք։ Ապրիլի 21-ից 23-ը զբաղվելու եք ձեր երեխաներով, հաճույքներով, նաև բարենպաստ է բիզնեսի համար։ Իսկ ապրիլի 23-ից 26 ընթացիկ աշխատանքային հարցերով եք զբաղվելու եւ առողջության հետ կապված հարցերով։ Հա, այսպիսին է լինելու ապրիլի վերջին շաբաթը, ապրիլի 20-ից 26-ը ընկած ժամանակահատվածը անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի իմ YouTube-յան ալիքին բաժանորդագրվեք նաև երկրորդ մոգական էքսկլյուզիվ անկրկնելի աստրոմագիա եւ թալիսմանների YouTube-յան ալիքին հետևեք ինձ նաև սիրելի բարեկամներ Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ մինչ նոր հանդիպում, ստեսություն, լավ եղեք։